Որդակատ է մեզ հետևել Բայց դա տապակված է մեղք է դարձել Անտեսելով է տանկը որ ագերգետ Ես այստեղ եմ քեզ հետ Ես այստեղ եմ քեզ Սանանգույցը ստուգի։ Արմենլսը ինչ եք անում։ Հյուրանոցից մարդ դուրս չգա։ Ստուգում եք մեկ առ մեկ։ Բոլոր համարները, միջանցները, կասկածելի բան տեսակ ստուգում եք, գնացեք։ Լսում եք։ Ես եմ Ամվելյան, ստեղ սպանությունը, կրիմինալիստների խումբ ուղարկի ու շտապ օգնություն։ Ռուբեն։ Նա բժիշկ, ոնց է վիճակը։ Վիճակը շատ ծանր է, նրան փորձել են խեղդամահ անել։ Հետո գլխին բութ գործիքի ուժեղ հարված է հասել, որի հետևանքով հիվանդի մոտ գլխուղեղի գեմատոմա է առաջացել։ Իսկ գիտակցությունը երբ տեղը կգա։ Դեռ շատ վաղ է դրա մասին խոսել։ Մենք ամեն ինչ անում ենք հիվանդի կյանքը փրկելու համար, բայց կոնկրետ ժամկետներ խոստալ չեմ կարող կներեք։ Բժիշկ, հուսով եմ հասկանում եք պահի լրջությունը։ Այն մարդը, որ փորձել է մի անգամ սպանել, կփորձի նաև երկրորդ անգամ։ Դրա համար էլ իմ տղաները օրը 24 ժամ կապահովեն Գևորգի անվտանգությունը։ Իսկ հիվանդի մոտ մտնելու իրավունք կունենաք միայն դուք։ Դրա համար էլ բժշկության հետ կապված պատասխանատվությունը ընկնում է միայն ձեր վրա։ Ես միայնակ չեմ կարող նրան մասին հոգ տանել։ Եվ հետո 24 ժամ ես այստեղ չեմ կարող մնալ։ Ուշադիր ինձ լսեք բժիշկ։ Հիվանդը, որին հիմա դուք փորձում եք փրկել, տիրապետում է շատ կարևոր տեղեկությունների, որը կապված է մի քանի սպանությունների հետ։ Այնպես որ ձեզ մի քիչ նեղություն տվեք ու օգնեք մեզ, քանի որ սա բացառիկ կարևորություն ունեցող գործ է մեզ համար։
Լավ։ Ինչպես կասեք։ Ու մի բան է։ Ես ուզում եմ, որ Գևորգի մասին հոգ տանեք, ոնց որ պետք է։ Ոչինչ չխնայեք։ Եթե պետք լինի, մենք ձեր ծախսերը կհատուցենք։ Ամեն ինչ հասկանալի է։ Ասա Հակոբ։ Լազարյան որտեղ ես։ Հիվանդանոցում։ Ինչ-որ ձենդ մի տեսական բան ա պատահել Հակոբ։ Սպանություն ա կատարվել։ Սպանվածը երիտասարդ աղջիկ ա։ Խնդիրը նրանում ա, որ սպանության վայրում շատ կասկածելի ապացույցներ են հայտնաբերվել ու ես չգիտեմ ինչ անեմ։ Ես քեզ չեմ հասկանում Հակոբ։ Լավ, կես ժամից ես ինձ մոտ կլինեմ, կգաս կխոսենք։ Արդեն գիտեք, 24 ժամ այստեղից չեք հեռանում, ոչ ոքի ներս չեք թողնում բացի բժիշկ Գևորգյանից, պարզ է։ Դա վերաբերում է նաև գիշերվա հերթափոխին, որը ձեզ կփոխարինի։ Այո։ Վահան ջան, էսուր էիր։ Այ տղա ջան, ամբողջ գիշեր աչք չեմ կպցրել։ Ինչ ասես մտքովս չանցավ, Վահան ջան, գոնե մի հատ զանգիր։ Ամենք հետ Ռուբենի հետ էինք Խմելով ընկանք տեն ժամանակը թրավ Իհարկե Կարող էր, չէ իմ մասին մտածել Վահան, նամանավանդ ես վերջի դեպքերից հետո Ուղղակի քեզ պետք էր մի հատ զանգել, ասել մամ ջան, այսօր տուն չեմ գալու Ես որ չգիտեի, որ չեմ գալու Վահան, դու այս անգամ Դավոյին տվեցիր ու անցար Էլ բա գիտես 3 տղա ունենալ է հեշտ բան, հա? Հաստատ շատ դժվար բան է Գնա հանգստացի, ես քո հետ հետո կխոսեմ Պարզվում է ամուսնյակը քեզ լավ էր սիրում Հիմա քեզ ինչ-որ պետք էր ստացար Ինձ բաց կթողնես, չէ? Կներես, բայց չէ Բայց դու խոսք ես տվել Պլանները փոխվել են, Բելա Ես քեզ բաց կթողեմ 1-2 օրից Գիտես, ես դպրոցում մաթեմատիկայից Վատ էի Ու երեք պարզվեց, որ Գասպարից պահանջածս գումարը չի համապատասխանում ինձ անհրաժեշտ գումարի չափ Նենց որ դու ինձ հələ պետք ես այդ գումարը լրացնելու համար Քեզ ինչ է թվում Թե բոլորը քո կողքին հիմար են Գասպարը շուտով կհասկանա թե դու ով ես ու դու սրա համար պատասխան ես տալու Հարգի այդ հիստերիկությունը Ես քեզ ասացի ամեն ինչ լավ է լինելու Ես խոստացել եմ Դու մի անգամ արդեն խոստումդ չես կատարել Բաց թող Խելոք մնա Բաց թող ասում եմ Ես ուզում եմ իմ ընտանիքի մոտ գնամ Օգնեցեք Լսում ես Եթե հաջորդ անգամ նման հիստերիկա սարքեցիր տաղուտել կբերեմ կողքդ որ չձանձրանաս Ուզում ես Լսի Տղուս ես գործի մեջ չխառնես Դե ուրեմն հանգիստ պայի քեզ Լսում ես Չհամարձակվես Արդեն ստեղ ես Հակոբ Դեսը
Ասա տեսնեմ ինչ դեպքի մասին է իր այտենց խառնված խոսում։ Առավոտվա կողմ բաժինահազանգ ստացվեց, որ ինչ-որ հյուրանոցի համարում սպանություն է կատարվել։ Հետո։ Սպանվածը երիտասարդ աղջիկ է։ Աղջկա ինքնությունը չենք պարզել, բայց… Ինչ բայց, Հակոբ, ինչ-որ պրոբլեմ կա։ Վասա, բարագացրու, ես տեղ պիտի գնամ գործել ունեմ։